Բարի լույս Հայաստան, բարի լույս իմ հայացք։ Ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, ներողություն եմ խնդրում, որ մի թեթև ընդմիջում կար, քանի որ ես ավարտում էի աշխատանքները գրքի վերաբերյալ, որը ես գրում էի, ավարտականը գրեթե համարյա պատրաստ է, երբ որ պատրաստ կլինի, ես կներկայացնեմ ձեզ, միանգամից ասեմ, որ խոսքը գնում է մեր գաղափարախոսության մասին, հայկական կոմունիզմի մասին, հայկական սոցիալիզմի մասին։ Հիմա ուրեմն անցնենք այսօրվա բուն թեմաներին։ Մենք երևի 6 օր չէինք հանդիպել միասին եւ եղել են իրադարձություններ։ Առաջինը, որ հայոց հայրապետին տարան դատարան, առանց ամոթի, առանց այն որ ռուսն ասում է կներեք ուգրիզենիե սովեսի, եւ գիտեք ինչ է զարմանալի, որ սրանք տանում են եւ հայոց հայրապետը գնում է։ Եվ ինչ է անում ընդդիմությունը գնում է ընդամենը դատարանի մոտ, անում է սելֆիներ փոխանակ, սենց պարկեին փողոցների վրա եւ չթողեին, որ վերապար հայրապետը հասներ դատարան։ Այս մարդիկ չեն հասկանում, որ չեն դատում, ասենք Գարեգին բեին։ Նրանք դատում են հայոց եկեղեցին։ Հայոց եկեղեցին են դատում, սիրելի բարեկամներ։ Թող կարգալուծը անեն Գարեգին բեին, եթե նա մեղավոր է, ինչ ուզում անեն, դատարան են տանում, գնդակը հարում են, ինչ ուզում են անեն, բայց ոչ թե այն ժամանակ, երբ որ մարդը հայոց վերապար հայրապետն է։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, որ անգամ այստեղ Նիկոլ Փաշինյանը հակասում է ինքը իրեն։ Տեսնենք այս տեսահոլովակը։ Ես կարծում եմ, որ եկեղեցին եւ պետությունը անջատային եւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, եւ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ շարունակում եմ հետևել այս դիրքորոշմանը եւ համոզված եմ, որ վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի։ Այս է դիրքորոշումը։ Ինչ էր ասում, ինչ է անում։ Եվ բացի դրանից, որ հենց անունը հնչում է կաթողիկոսի, սկսում են դմբրդացնել ԿՊԱ-ականները, թե ինչ են ուզում դրանով ապացուցեն, չեմ հասկանում, իրոք անկեղծ չեմ հասկանում։ Երկրորդ թեման ինչ էր։ Նիկոլ Փաշինյանը գնում է Ղրղստան, մասնակցում է սամիտին, փսփսում է Միշուստինի անկաժների տակ չգիտես ինչ, եւ ինչ է ասում, ասում է մեր օրակարգում չկա Եվրոպա գնալ։ Դու լուրջ ես ասում, Նիկոլ, դու ամոթ չունես, Նիկոլ։ Սիրելի բարեկամներ, եւ գիտեք ինչ, ասեք այս մարդը ռուսերեն խոսալ չիմանալով, այն իրա բանով, էլի պերեբոյ, որը գնում է սկսում է խոսալ, սկի չեն է հասկանում ինչ է խոսում, խնդրեմ այս տեսահոլովակը։ Надо минимизировать репутационные и принятых решений, ускорение согласительных процедур и прямым подтверждением наших же признать, что по ряду направлений поставленные ЕС стратегии. Այս BBB անելուց հետո, սիրելի բարեկամներ, ռուսները իհարկե չեն հավատում եւ ժոսկի условիաներ են դնում, որ դեկտեմբեր մինչև տես ինչ ես անում, մենք գիտենք ինչ ենք անելու։ Եվ այն, որ ես ձեզ ասում էի, որ գալու է աղետալի օրերը առանց գազի, լույսի, հույսի եւ լինելու է շատ ծանր օրեր, գրեթե այն որ ասում է սատանի անկաջը խուլ լիներ չլսեր։ Ամեն ինչ գնում է դրան։ Հիմա այսի չի կարող եվրոպացիներին ասի, որ ռուսների մոտ տխուր է, Եվրոպան դեմ է տվե, ես էլ այստեղ չգիտի ինչ ասի, երկու կրակի արանքն է։ Հիմա ամենահետաքրքիրը Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Հայաստան եւ ինչ է անում, որ ասում մտելա բզբզում է, սրա վերջը բարի, զանգում է Զելենսկուն։ Սաղ պարերը պարել էր, մնացել էր Զելենսկու զանգը։ Ոնց որ դնի ինադու գազազացնի Ռուսաստանի Դաշնությանը եւ անձինս Վլադիմիր Վլադիմիրիչ Պուտինին։
Տեսնենք այս երկու տեսահոլովակը, խնդրեմ։ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Կառավարության փոխանցմամբ երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները, նաև տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները։ Առանձին ընդգծվել է կայուն եւ երկարատև խաղաղության հասնելու կարեւորությունը։ Բայց Երևանից հնչած այս հայտարարությունների ֆոնին Մոսկվայից կրկին կոշտ գնահատականներ են հնչել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան չի մոռացել, որ հայ քաղաքական գործիչները չեն հանդիմանել Զելենսկիին Երևանից մայիսի 9-ի շքերթի վերաբերյալ նրա հայտարարությունների համար։ Զախարովան քննադատել է նաև Հայաստանի վերջին քայլերը դրանք կապերով Եվրոպայի հետ մերձեցման եւ Կիևի հետ հարաբերությունների խորացման հետ։ Նա անդրադարձել է նաև 103-ամյա պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանի քրեական գործի շրջանակում հարցաքննվելու հանգամանքին։ Ոչ ոք չի մոռացել, որ հանրապետության ինքնիշխան քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները համարձակություն չունեցան հանդիմանելու Զելենսկիին, ով Հայաստանի մայրաքաղաքից սպառնաց հարձակվել Կարմիր հրապարակում հաղթանակի օրվա շքերթի վրա։ Դժվար կլիներ գտնել ավելի պատկերավոր ապացույցներ այն բարոյական եւ հոգեվոր անկման մասին, որը բխում է ժամանակակից, անդեմ, բարոյապես աղքատացած Եվրոպայի հետ մերձեցումից եւ նեոնացիստական Կիևի ռեժիմի հետ եղբայրացումից։ Срочные новости. Путин поставил жесткий ультиматум Пашиняну. Кремль требует от Армении окончательно выбрать между членством в Евросоюзе и пророссийском ЕАЭС, угрожая давлением при задержке с выбором. В случае отказа Ереван ждут жесткие меры, такие как массовая депортация сотен тысяч армян из России, авиационная блокада и ограничение поставок газа зимой. При этом более жесткий этап репрессий для армян может начаться уже в следующем месяце. Տեսակ, սիրելի բարեկամներ, զանգում է Զելենսկուն, այստեղ էլ ասում են դավա իրար արի։ Այս մարդը բացարձակ խղճի խայտ չունի։ Այս մարդը ատելով ատում է Հայաստանի Հանրապետությունը, այս մարդը ատում է հայի տեսակը։ Սիրելի բարեկամներ ջան, երբ որ իրան ասում ես, որ նա տանում է երկիրը կործանման, շատերը երևի չեն էլ հավատում սկի դրան, այդ որ ես բոռում եմ, գոչում եմ, բայց արի ու միտես, որ Նիկոլ Փաշինյանը ինքն է գիտի, որ երկիրը տանում է կործանման, եւ գիտեք ինչ ասում, մենակ Հայաստանը հոմ չի կործանվում, աշխարհն է կործանվում, եւ խնդալով ասում, ժպտալով ասում այդ ամենը, որպեսզի չասեն դա լկտի, սուտա խնդրեմ այս տեսահոլովակ։ Մեր հարգելի գործընկերներին պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք։ Մենք դրա մասին գիտենք։ Կառավարության հերթական նիստին Փաշինյանը խոսում էր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ մոլորակի կործանման մասին։ Ըստ վարչապետի ամենօրյա երկիրը կործանվում է, ահազանգերը ապոկալիպտիկ մտածողության արդյունք են, մինչդեռ Հայաստանը պետք է սովորի հարմարվել անընդհատ փոփոխվող աշխարհին։ Եվ հենց այստեղ Փաշինյանի խոսքը հասնում է տիեզերական մասշտաբների։ Մենք բոլորս ապրում ենք կործանման վիճակում։ Ընդ որում ոչ միայն Հայաստանի ոչ միայն երկնային բոլոր մարմինները ապրում են, մենք հիմա ճիշտ է այս գիտելիքը չի հերիքում արագությունը ասեմ, բայց մենք մի ինչ որ բավականին մեծ արագությամբ գլորվում ենք դեպի անդունդը։ Ինչ ասես, ոչ ասելու բան կա, ոչ է մյուսը, չգիտեմ ինչ ասեմ։ Երրորդը, ինչի մասին որ ուզում էի խոսեի, Ալեն Սիմոնյանին ես ինչպես դուք գիտեք ասել է, որ նա Ալեն Սիմոնյանին չի թողելու։ Շատ-շատերը գոռում էին, ուրախանում էին Ալեն Սիմոնյանին հանեց գործից, հեսա իրանց դաչեքից, բնակարաններից հանելու են, ես ասում էի մի խապնվեք, սա հերթական իրենց խոդն է։ Եվ տեսակ, անվտանգության խորհրդի նախագահ նշանակվեց Ալեն Սիմոնյանը։ Եվ ինչ է ասում Ալեն Սիմոնյանը, հեսա կտեղադրեմ տեսահոլովակը, կտեսնեք։ Լրագրողը հարցնում է ինչ որ առաքելություն ունեք, ասում եք դրա մասին չխոսանք։ Ես գիտեմ ինչ առաքելություն են։ Այս սաղ տարածքները ինչը որ պայմանավորված են եւ խոստված են, չերես Ալեն Սիմոնյան անելու է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ մյուսը ինչի մասին որ ասեց Ալեն Սիմոնյան, ասում է այսօր հայոց ազգային ժողովում խաղաղություն է տիրում, ընդդիմություն եւ դիմություն։ Թե ես տարբերում եմ այդ ընդդիմությանը դիմության հետ,
մեռնեն, բայց ամեն դեպքում կապիկ շոուն շարունակվում է եւ հիմա տեսնենք ինչ է ասում Ալեն Սիմոնյանը եւ ինչ է իրականում կապիկ շոուի շրջանակներում կատարվում պարլամենտում։ Խնդրեմ այս տեսահոլովակները։ Այսօր հայտնի դարձավ, որ վարչապետը ձեզ նշանակել է անվտանգության խորհրդի քարտուղար, ինչպես եղավ, հա, այս պաշտոնը, որ դուք նշանակվեցիք, որովհետև անսպասելի էր, քննարկումներ չկային նախապես միշտ, որ լինում է։ Դե խոսել ենք, քննարկել ենք վարչապետի հետ, չփոս ասած, այտենց որոշում ա կայացել, որի համար շնորհակալ եմ վարչապետին, որ նման որոշում կայացնելու համար շնորհավորել բան չէ։ Ինչ որ առաքելությամբ է, հա, պարոն վարչապետը ձեզ ուղարկում անվտանգության խորհրդավ ճիշտ վստահում այդ պաշտոնը։ Եկեք այդ մասը բաց տալու, էլի, հա, չունենքն դա։ Ինչու՞ ում մի բան կա։ Դե որովհետև չի կարելի հիմա նոր մի քանի րոպե առաջ հրամաներել, դուք ինձ փողոցում տեսել եք ես մի անգամից բան չանեմ, էլի, հա, մանրամասներ չբացեմ, հետո առիթ կունենանք զրուցում։ Հայդեպ, եւ որ հրաման եղել է, դուք արդեն աշխատանքի չեք։ Ոչ, դեռ աշխատանքի չէ։ Եվ հետևում եք ազգային ժողովի նորմիստ, ինչ գնահատական ունեք, ինչ կարծիք ունեք։ Ինչ կարծիք պետք է ունենամ շատ հետաքրքիր ազգային ժողով ունենք, շատ ակտիվ, լավավոր ընդդիմությունը սկսել է աշխատել, վերադարձել են եւ քաղաքական process-ների մաս են դարձել։ Կարծում եմ դա միայն օգուտ կտա մեր երկրին, որ երկուսն էլ երկու կողմն էլ աշխատեն, համ իշխանությունը, համ ընդդիմությունը։ Պարոն Ռուբինյանի դերձնությունը շատ դրական եմ գնահատում, նաև իմ գործընկերների գործունեությունը։ Կուզենամ շատ ավելի մարդկանց համար հասկանալի լեզվով բոլորը խոսեն, ինչը կարծում եմ մենք կտեսնենք։ Ձեր ժամանակ սկանդալներ էր, հիմա բայց ոնց որ պայմանավորվել են բարեկիրթ լինել, միմյանց չհայոյել, ինչու դուք չէիք կարողանում։ Դուք հառանում եք, որ 2021 թվականին ձևավորված պարլամենտը յետ պատերազմյան պարլամենտ էր եւ լարվածությունը մաքսիմում էր հասած։ Դուք հիշում եք, մենք դրանից ընտրություններից հետո կրակոցներ ունեցանք, մենք ընտրությունների ժամանակ կրակոցներ ունենք սահմաններում, պատերազմը չէր դադարել, իսկ հիմա սա խաղաղ երկրի պարլամենտ է եւ խաղաղ երկրի պարլամենտը հուսամ ավելի խաղաղ կլինի։ Եվ մեկ հարցել ձեր նշանակման հետ կապված եւ պարոն Սիմոնյան, արդյոք Ռուսաստանի հետ այս խնդիրները լուծելու նպատակով եք դուք նշանակվել, որովհետեւ քիչ թե շատ դրական կապեր ունեիք Ռուսաստանի հետ, որ տենց դրական գնահատում, որովհետեւ հակառակ կարծիքներ կա, բայց որևիցե նման բան ասել չեմ կարող, որովհետեւ մենք ի սկզբանե որևիցե երկրի հետ, որևիցե հարաբերություն փչացնելու նպատակ ոչ ունեցել ենք, ոչ էլ ունենք։ Եվ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության կառուցամ ինձ կհաջողվի դրանից հետո իմ փոքրիկ լումաններ դնել եւ հարաբերությունները էլ ավելի լավացնել։ Դուք ասեցիք թե պարոն Փաշինյանը առաջարկեց այս պաշտոնը։ Խնդրում եմ, էլի ես առանց էտել ասեմ, դուք ինձ փողոցում բացրեցիք։ Ես հարցազրույց սրանից լավ չէ շուտա խոսենք դրա մասին։ Սա մենք թիմ ենք, թիմային որոշում ա եղել, քննարկում ա եղել, թե ով առաջինը ասեց, ով վերջինը ասեց, կարծում եմ որևիցե կարևորություն չկա։ Էդգար Ղազարյանը եւ իր պահվածքը մեծագույն խնդրեմ են այս դահլիճում եւ ընդհանրապես ես վստահ չեմ կարող Էդգար Ղազարյանը ի սկզբանե է խնդրեմ եղել այս կյանքում, բայց պարոն Կարապետյան, ես ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը պետքա գա եւ ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար։ Եթե ասելիք ունեք, խնդրեմ։ Պարոն Ռուբինյան, երկու դեպքերը համեմատելը կարծում եմ տեղին չէր, բայց ձեր մտահոգությունը երկրորդ դեպքի հետ կապված, քանի որ առաջի դեպքը լուծված դեպք էր եւ նաեւ մենք գիտենք թե ինչ նախադրյալներով դա եղավ, կխնդրեի երկու դեպքերը չհամեմատել։ Երկրորդ բանը համբերատարության հետ կապված, բոլորս համբերատար ենք, բոլորս գիտենք, որ չենք ուզում մեր հասարակության աչքին ցույց տանք են, ինչ որ հետո կամաչենք դրանից։ Ինչ վերաբերում է պարոն Ղազարյանի ասացին, որպեսզի լինենք արդար, ես ինչ որ չափով կիսում եմ, մեր խմբակցությունը կիսում է գործընկերների մտահոգությունը եւ խմբակցությունում տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվի հետագա քայլերը, որի մասին ձեզ տեղը կպայենք։ Դրանից հետո ձեր որոշումն է, ձեր որոշումն է։ Սակայն ես արտահայտեցի մեր միտքը, կարծում եմ ընկալելի։ Տեղի ունեցել իրավիճակ, որը էքստրաորդինար է, որի համար պետք է հանդիպենք խմբակցությունով եւ քննարկենք ձևաչափը, ժամը, որպեսզի
ոչ կոռեկտ չլինեմ, ասենք, կես ժամ այս կողմ, կես ժամ այն կողմ, լինելու է քննարկում։ Մինչև այս տաղավարը Հարցը իրավիճակի քննարկում է։ Այդ սիտուացիայի նմանատիպ քննարկումներ էլ որ ցել իրավիճակը ձեզ էլ ավելորդ հարվածի տակ չդնի օրինակ։ տեսեք, Նման իրավիճակը իրավիճակը սրելու մասին քաղաքական խոսույթի շրջանակներում բոլոր մեր գործընկերները կարող են ամենասուր քննադատության ենթարկել, որովհետև կա քննադատության շատ տեղեր, բոլոր ոլորտներում։ Մեր միակ փոփոխությունը, որ կարևոր այդ ձևաչափի մեջ, որ մենք տեսնում ենք, դա խոսույթի փոփոխություն ազգային ժողովում, որը մենք քննադատել ենք նախընտրական շրջանում բազմաթիվ անգամներ։ Այսինքն վիրավորական Այո, դա ամենժամյա ես աշխատանք եմ տանում ու ասեմ, որ հեշտ չէ, որովհետև կա անջրպետ։ Մենք իրար հանդեպ ունենք խորը անջրպետ։ Պարոն Կոնջորյան, բարեկրթությունը դուրս շպրտելու մասին խոսելն է։ Պարոն Ռուբինյան, հարգելի հետևորդներ, քիչ անց ես նյութերում կդնեմ տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես էր խորհրդարանը հարցեր պարզելու հարթակի վերածվել։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Պատրաստվեք, սիրելի հայազգ, Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, պատրաստվեք։ Դուք եք մեզի խնդրելու, որ մենք ձեր հետույքները փրկենք։ Խոսքս քիշեք։ Այ երբ որ սոված ծառավ կմնաք, ցուրտ ու մութ ձմեռը, այդ ժամանակ դուք քիշեք Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար Արտուր Ֆարմանյանի խոսքերը։ Իսկ adekvat massային ուզում եմ ասեմ, սիրելի իմ բարեկամներ, իմ հայ ազգ, պատրաստվեք ամեն դեպքում շատ լուրջ եւ դժվար ժամանակներ են գալու դեկտեմբեր, հունվար ամիսներին։ Բացի դրանից, դուք մեր Սփյուռքում գտնվող Ռուսաստանի Դաշնություն մեր հայրենակիցներին եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, ուշադիր հետևեք յուրաքանչյուր քայլին, քանի որ 2008 թվականին ոչ վրացիների հետ
պատմություն եղավ, ես ականատես եմ եղել, թե ինչպես են անգամ Ռուսաստանի քաղաքացիներին ուղարկում Ռուսաստանի Դաշնությունից դեպի Վրաստան։ Հենց որ զգուշ եղեք, պատրաստված եղեք յուրաքանչյուր սցենարներին։ Հիմա այս Նիկոլ Փաշինյանի սա գաստրոլ կոնցերտները հասկացանք, ինչա լինում, ոնց է լինում, ինչա ուզում ասի։ Այս մարդը մի քանի տեսահոլովակներ միացրեցի իրար եւ եկեք տեսնենք ինչեր է ասում Նիկոլ Փաշինյանը, ու դրանից հետո ինքը ունի աջակիցներ, խնդրեմ։ Դուք ինչի եք զոհերի մեջ չեք արավ։ Դուք Շուշի մեկ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշի։ Ղարաբաղի ակցենտով է, ով որ մեր հայրենիքը մտերի ճարել է մենք, արայ համբալներ։ Ով էր Վազգեն Սարգսյանը։ Դրանք բոլորը փախածներ են, փախածներ։ Որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել։ Ղարաբաղ չկա։ Ասենք ասենք հարցը։ Հետո դուք ինչի եք։ Этот тип замахнулся на самое святое, что у нас есть. На Конституцию. Ինչ ասես, ասելու բան չկա, անգամ այն խաղաղության կեղծ թեզը, որ ինքը այսօր քաշել է օրակարգ, խաղաղությունից են խոսում, Ալեն Սիմոնյանն էր, չէ՞, նոր ասում խաղաղության երկիր է բան, բայց արի մի տես, որ Էրդոգանը լրիվ հայկական դպրոցները սկսել է արգելել Թուրքիայում, ասենք մինչև սրանց խաղաղությունը, ընդ գոնե լավ է հայկական դպրոց կար, արգելում է, իսկ Ալիևը ասում է հետևյալը. եթե Սյունիքի հարցը, Միչանսկի հարցը եւ մնացած հարցերը չի ուզում խաղաղությունով լուծել Հայաստանի իշխանությունները եւ Նիկոլ Փաշինյանը, ապա նրանք կգնան մյուս ճանապարհով, որով նրանք արդեն գնացել են եւ դա այդ հարցազրույցը, այդ բեղերով տառականը տվել է 2 օր առաջ։ Որպեսզի չասեն լկտի սուտա, խնդրեմ այս 2 տեսահոլովակ։ Կվերադառնա Զանգեզուր, որը մեզանից խլել են 101 տարի առաջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ASTV-ին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ Զանգեզուրի միջանցքը համապատասխանում է Ադրբեջանի պատմական, ազգային շահերին եւ ապագայի տեսլականին, անկախ այն հանգամանքից, թե դա Հայաստանն ուզում է թե ոչ։ Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը կլուծենք խաղաղությամբ, եթե ոչ ուժով։ Ես ինչպես արդեն ասել եմ եւ պատերազմից առաջ եւ հետո, հայերը պետք է կամավոր հեռանան մեզ։ Ինչ ասես, խաղաղություն ասում է Նիկոլ Փաշինյանը, խաղաղությունը։ Ուրա խաղաղությունը Նիկոլ։ Էտա խաղաղությունը։ Իսկ գիտեք ինչն է հետաքրքիր, համացանցերում անգամ թուրքերը եւ այսինքն ադրբեջանցիները նկատի ունեմ, չեն սիրում Նիկոլ Փաշինյանին։ Չեն սիրում, իրոք չեն սիրում, քանի որ նես տեսահոլովակներ են հանում, ես զարմանում եմ այս մարդու վրա, այս մարդը չի տեսնում, իրեն չեն զեկուցում, որ ինչ այնտեղ կատարվում։ Չնայած զեկուցում են, դե պայմանավորված հարցեր ունեն, դրա համար էլ նա ուշադրություն չի դարձնում։ Տեսեք, ինչ ռոլիկներ են հանում ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանի անունը տալով։ Մենք չենք հանել։ Ադրբեջանցի իր բարեկամներ են հանել։ Խնդրեմ, սիրելի բարեկամներ։ Товарищ Пашинян, что вы можете сказать по поводу Нагорного Карабаха? Куда бежите, Пашинян? Այսքան Նիկոլ Փաշինյանի մասով եւ ինչ որ եղել էր կարճ եւ կոնկրետ։ Սիրելի բարեկամներ, հիմա մեր կոմունիստական ռուբրիկան մի քանի վերլուծություններ եւ հիշողություններ։ Խնդրեմ այս տեսահոլովակները։ Пять доказательств брежневского гения.
Первое. Космодром Байконур на территории Казахстана. Строительство Байконура начато в 1955 и через 2 года оттуда уже полетел первый спутник, а в 1961-м первый космонавт. По советским нормам именно первое лицо территории отвечало за все крупные стройки. Первым секретарем Казахстана в те годы был Брежнев. Сравните с современным космодромом Восточный. Указ Путина о его создании 2007 год. Первый полет спутника оттуда 2018. Никаких крупносерийных полетов с Восточного нету. Про космонавтов и речь не идет. Так что Байконур — это гений Брежнева-организатора, и это признавал сам Королев. Второе. Начатое Хрущевым до Брежнева строительство жилья не пошло дальше хрущевок, хотя и позволило миллионам людей переехать из трущоб. К концу же брежневского времени, а Брежнев был генсеком ЦК 19 лет, к началу 80-х почти 90% советских людей жили и в отдельном, и во вполне себе благоустроенном жилье. Разумеется, роль первого лица государства в этом первостепенна. Третье. Будучи глубоко коммунистом по убеждениям, а коммунизм не может существовать без культа, Брежнев заменил культ Октябрьской революции культом победы в Великой Отечественной войне. До Брежнева День Победы вообще не праздновался ни при Сталине, ни при Хрущеве. Этот праздник, начиная с 1965 года, примирил весь народ в понимании, что есть настоящая победа и что есть настоящее достижение. Четвертое. Хрущев ненавидел церковь, обещая показать народу последнего попа. А Брежнев относительно дал церкви жить. Ярой антирелигиозной пропаганды и зверств над священниками при Брежневе не было. И такое лавирование между кондовыми большевиками, находившимися в Политбюро, и вполне себе верующим населением – признак огромного таланта руководителя. Пятое. Брежнев – основатель и вдохновитель крупнейшей стройки 60-70-х годов, давшей Советскому Союзу огромные преимущества перед массой стран и выведших СССР в экономические лидеры. Речь про создание и огромные достижения в нефтегазодобыче и переработке. Добыча нефти при Брежневе выросла с небольших десятков миллионов тонн до полумиллиарда тонн и выше. Также страна массово пересела на свои автомобили. ВВП СССР за время Брежнева вырос, по разным оценкам, на 200-280%. Согласны с тем, что Брежнев – великий талант, а то и гений? Что сделал Сталин, когда увидел, что генерал уснул на совещании? Этот курьезный случай произошел в конце 1941 года, в самый разгар Великой Отечественной войны. На фронте и в тылу все трудились на благо своей родины, и бывали случаи, когда люди не спали несколько суток из-за напряженной работы. Во время очередного военного собрания с главнокомандующим, с генералом Головановым, случилась неприятная ситуация. Из-за хронического недосыпа в тяжелейшей степени генерал уснул стоя прямо во время совещания военного командования со Сталиным. Все затихли и поспешили усадить Голованова на стул, ожидая реакции Сталина. Генерал попытался встать, но не смог, силы совсем покинули его. Иосиф Виссарионович поднялся, открыл один из сейфов и дал генералу стакан живительной воды. Когда силы начали приходить к Голованову, Сталин не стал осуждать молодого генерала, а лишь произнес: «Я обязательно пересмотрю график службы и отдыха армейского состава». Поставьте лайк, если было интересно. Հիանալի ժամանակ, հիանալի դարաշրջան։ Ափսոս, որ նա գնաց, եւ մենք չկարողացանք պաշտպանել, քանի որ այս ավանտյուրիստ խաբեբաները այնպես լվացին ժողովրդի ուղեղը, որ ազգը սպասում էր ավելի լավին, բայց արյունի տես որ այդ լավը չկար։ Գիտեք ինչ մտքի հետ եմ երեք նստել եմ այդ մտածում, անգամ խորհրդային միության տարիներին, սիրելի բարեկամներ, երիտասարդությունը միգուցե չի տեսել, բայց մեր հասակի մարդիկ ավելի մեծ, մի քիչ փոքր քիշեն։ Դուք պատկերացրեք, անգամ ագիտացիա աշխատանքները, ագիտացիոն աշխատանքները խորհրդային տարիներին գնում էին մուլտիկներում։ Հիմա տեսեք, երկու օրինակ բերեմ, որը որ հենց հիմա մտքիս եկավ։ Մեկը Լեոպոլդի մասին, հեսա կտեղադրեմ մի հատված, որ վերհիշեք, այդ մկները ինչ ասես այդ խեշ կատվի գլխին արին, բայց ռեզուլտատը որն էր, ребята, давайте жить дружно։ Իսկ մյուս հիանալի մուլտֆիլմը, որը որ այսօրվա մեր կյանքի հետ համապատասխանում է, այսինքն համապատասխանում է ինչ առումով, որ այսօր ինչ որ մեկը մի բան անելու համար, մի բան պետքա տաս։ Իսկ այն դաստիարակությունը, այն պրոպագանդան, այն ագիտացիան, որ անում էր խորհրդային Սոյուզ մուլտֆիլմը, որ լավությունը պետք է անես առանց ինչ-որ բանի, հենց հենց։ Եվ հիշում եք, կար մուլտֆիլմ «Պրոստա տակ», իսկ հայ մուլտֆիլմերում կար «Լավություն արա գցի ջուրը», հիշում եք։ Իսկ այս «Պրոստա տակը» ինչ էր Իրանից պարունակում, երեխան տալիս է ծաղիկը
ավանակին, ասում է ինչի համար, ասում է պրոստը տակ, ու տենց կրուգով գնում է, այդ մուլտիկը հիանալի մի մուլտֆիլմ, բայց ասելս հետևյալն է, որ եթե մի բան անում ես, պետք է անես անշահախնդիր, այդ է մեր այսօրվա մեծ պրոբլեմը, որ մենք մինչև շահ չունենանք, մենք ոչ մի բան չենք անում, դա նաև վերաբերվում է քաղաքականությանը և քաղաքական դաշտին, այսօր գոռում, գոչում ես, ասում ես, որ վիճակը ծանր է, բայց ժողովուրդը ինչ-որ մի սպասելիքներ ունի, թե ումից է ինչ սպասում, այդի չգիտեմ, հիմա տեսնենք այս երկու հատվածը մուլտֆիլմից, խնդրեմ. Это мне? Тебе. А за что? Просто так. Ребята, давайте жить дружно. Давайте жить дружно. И нужно все делать просто так. Հիանալի բառեր, հիանալի բառեր։ Եվ դրա համար խորհրդային տարիների դաստիարակություն ստացած մարդիկ այսօր աբսուրդային են համարում այն, որ կարելի է ինչ-որ մի լավություն անել և տեղ ինչ-որ մի բան սպասել կամ պահանջել։ Եվ ամենավերջում սիրելի բարեկամներ, որպեսզի լավ տրամադրություն լինի, հիանալի մի հայկական երգ լսենք, հայկական, միայն հայկական, ոչ թուրքական, ոչ ադրբեջանական, հայկական երգ, խնդրեմ սիրելի բարեկամներ։ Ervat sertis hovera
չկա սրտիս դարդին Իմ կարծիքով շատ գեղեցիկ երգ էր եւ տրամադրություն բարձրացնող եւ հետ վերադարձ ապրելու պոզիցիա է բերում դեպի հայություն։ Այսօր այս կանը սերելի բարեկամներ, ուրեմն անգամից միասին ասում ենք. կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայկական սփյուռքը, կեցե ջավախքը հայությունս, կեցե Արցախը հայությունս, կեցե հայոց առաքելական եկեղեցին, կեցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, չենք մոռանում, կեցե հայկական Արցախը։ Կեցեք դուք մեր ավագ քույրեր եւ եղբայրներ, մեր տարեց մարդիկ, պինդ եղեք, ամուր եղեք, լավ եղեք։ Կեցե մեր հերոսները, մեր այռուս տղաները եւ աղջիկները։ Հուսով եմ կհանդիպենք սիրելի բարեկամներ, ստեսություն, Աստված բոլորիս պահապան։